2018 թվականի իշխանազավթումից հետո բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել ապրիլյան քարոզիա պատերազմի մասին, հետո ազգային ժողովում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն ու զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը։ Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով, հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր։ Դրա մասին ես հանգամանորեն խոսել եմ և քննիչ հանձնաժողովում, և իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։ Իդեպ, այսօր ցանկանում եմ կրկին անդրադառնալ պարբերական քարոզչական դաշտ նետվող այն թեզին, թե ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք։ Անշուշտ հիշում եք, 2008 թվականին օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հասկացրեց մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև։ Այդ բանաձևին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները, այն չստացավ նաև Եվրոպական միության անդամ երկրների աջակցությունը։ Եվ այդ ժամանակ մենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցեցինք, որ Հայաստանը երկու դեպքում կճանաչի Արցախի հանրապետության անկախությունը։ Առաջին, եթե լինի երկարատև լայնածավալ պատերազմ, և երկրորդ, եթե Մինսկի խմբի համանախագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հարթակ։ Երբ Հայաստանի կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս շատ պարզ է։ Արցախի ճանաչումը այս երկու առիթներից դուրս ինքնին կբերեր միջազգային հանրությունից Հայաստանի մեկուսացմանը և լայնածավալ պատերազմի։ Նախկինների օրոք լայնածավալ պատերազմ չի եղել։ Չի եղել մեր մարտունակ բանակի և մեր դիվանագիտական արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հետևաբար բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել։ Սրանց օրոք 2020-ի պատերազմը ցավոք արդեն լայնածավալ մասշտաբեր ընդունել, աղետալի հետևանքներ ուներ և չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44 օր, ինչ եթե իրեն դավաճան չասեն։ Հարց եմ տալիս, եթե այս բոլոր գործոնները կային, լայնածավալ և երկարատև պատերազմ, որն իր հակառակ միջնորդական ջանքերի կանգ չէր առնում, ապա ինչու չճանաչեցիք Արցախը, էլ ինչ կարող էր լինել այդքանից հետո։ Իսկ երբ նման պնդումներ հնչում են դրսից, թե անգամ դուք չճանաչեցիք, մեզնից ինչ եք ուզում, ես հասկանում եմ, թե ինչու ինչ քաղաքական նպատակահարմարությունից կամ պահի շահերից ելնելով են դա անում, բայց փառք Աստծո, բանակցային գործընթացի մասնակիցները դեռ կան, և միթե նրանք չգիտեն, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ էինք պայմանավորվել չշտապել, չհրահրել պատերազմ և չձախողել Մինսկի խմբի աշխատանքները։